Այժմ գտնվում ենք Մարտակերտ քաղաքում, որտեղ շուկա ենթարկվում է հետազոտության։ Ողջույն, եթերում ռազմական լրագրողի օրագիր հաղորդաշարի այս եթերաշրջանի վերջին թողարկումն է։ Այսօր միասին ամփոփելու ենք, թե որտեղից սկսեցինք, ինչ հասցրեցինք անել, ուր հասանք և թե ուր ենք գնալու առաջիկայում։ Ռազմական լրագրողի օրագիր հաղորդաշարի այս եթերաշրջանի ընթացքում հասցրեցինք խոսել հետևյալ թեմաներից. լուսաբանման փորձը փորձանք չդարձնելու ճանապարհը, ինչ է ռազմական լրագրությունը, Արցախյան ազատամարտը վավերագրողները, սեպտեմբերի 19-ը, պատերազմի տեղեկատվական կողմը, ինչ է պետք ունենալ մարտական գործողությունը լուսաբանելիս, միջոցներ, որ կօգնեն ողջ մնալ պատերազմը լուսաբանելիս, լրագրողին անհրաժեշտ մասնագիտական զենքերը, ինչպես էքստրեմալ եղանակային պայմաններում վարել մեքենան, զենք ձեռք բերելու գործնական քննությունը սեփական փորձով սկզբից մինչև վերջ, հոգեբանական հատուկ պատրաստություն, ինչպես կառավարել հույզերը էքստրեմալ պայմաններում, առաջ մարտի, հրաձգություն, նռնակներ, պայթյուններ ու հոգեբանական արգելքներ։ Հակառակորդի հարձակում պոլիտեխնիկական համալսարանի վրա ուսումնական վարժանք։ Մարտական պայմաններում առաջացող մաշկային խնդիրները և դրանց լուծումը։ Պայթյուններից առաջացող լսողության խնդիրներն ու դրանց կանխարգելումը։ Լուսաբանել պատերազմը չլինելով մասնագետ։ Ինչ անել։ Սեփական փորձով, ինչպես բաց դաշտում տարբերել զենքերի ձայները։ Svой чужой, ինչպես մարտադաշտում տարբերել յուրայինին։ Կորցրինք Արցախը, բայց ոչ մի տեղ չտանող այս մտայնությունից չավարտվող պատերազմի տեղեկատվական ասպեկտը Տավուշի օրինակով։ Հայ-ադրբեջանական կիբերպատերազմներ։ Ինչպես դառնալ հրաձգության հրահանգիչ, քննության փուլերը քայլ առ քայլ։ Ճիշտ սնունդը նվազեցնում է ստրեսը, ինչ ուտել կամ չուտել մարտադաշտում։ Ռուսական բանակի սուխպայոկի փորձարկում։ Ասում են, չէ՞։ Ինչ են ուտում ամերիկացի զինվորները։ 4 օրապայեկի փորձարկում։ Հայկական փախլավայի հոտ հիշեցնող թխվածքաբլիթը։ Մասի, չէ՞։ Զինվորի բաժին։ Ինչ են ուտելու հայկական բանակում մարտի ժամանակ և մի շարք այլ թեմաների։ Նշված թեմաները, որոնց հասցրել ենք անդրադառնալ, բավականին կարևոր և հետաքրքրական են, անհրաժեշտ, էական, սակայն ոչ բավարար, ամբողջական պատկերացում կազմելու համար այս ոլորտի դժվարությունների և բարդությունների մասին։ Եթերաշրջանի ընթացքում կարծես թե անամեզից հոգու վերհուշ ապրեցինք, մտովի տեղափոխվելով 2020 թվական, պայմանավորված 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախում կրկին լայնածավալ մարտական գործողություն մեկնարկի հետ, երբ ընկերների, հարազատների, հայրենիքի կորուստի ցավը սրտներում, ատամները սեղմած, ստիպված էինք լուսաբանել, նկարահանումներ իրականացնել։ Կրկին ականատես եղանք հայրենիքի մի մասի կորստին, օկուպացիային, բռնագաղթին, իսկ մոտ 2 ամիս առաջ էլ ստիպված եղանք աշխատել իմ ծննդավայր հայրենի Ալավերդիում ԺՔՂ-ի պայմաններում։ Կարճ ասած, ցավոք, էքստրեմալ լրագրության կիրառման պակաս չունեցանք։ Մենք ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, այնպիսի օրերում, շրջապատված ենք այնպիսի հարևաններով, որ ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կարող է լինել վաղը։ Առհասարակ, առնվազն մեր վիրտուալ իրականության մեջ կա մի տարածված ցավալի թեզ, որ ամենատարբեր իրավիճակներում և ամենքին ուղարկում են սահման post պահելու։ Չենք փորձում վերլուծել, հասկանալ, թե ճակերտավոր սահման ուղարկվողը ինչ մասնագետ է, ինչ գիտելիքներ, ինչ փորձառություն, ինչ հմտություններ ունի։ Կարճ ասած, ինչ է կարողանում անել լավագույնը։ Պատերազմը ինչքան էլ որ վիզուալ առումով զինված ուժերի հակամարտություն է, սակայն խորքային իմաստով այն համակարգերի բախում է, որտեղ դաշտային իրականության մեջ հավասարաչափ կարևոր են հավաքականից զորամաս տեղափոխող վարորդը, համազգեստ կարող դերձակը,
կոշկակարը, գնդակոծության կամ արկակոծության տակ առաջնագիծ սնունդ կամ մարտապաշար հասնող վարորդը, հրաձիգը, դիպուկահարը եւ այդ ամենը ձեզ ներկայացնող ռազմական լրագրողը, ցանկացած վիրավորի համար ժամեր, գուցե օրեր, աննահանջ կռիվ տվող բժիշկները, հրամանատարը, բոլորը։ Ինչու եմ անդրադառնում այս ամենին վերջին թողարկման ընթացքում։ Ցավոք երբեք ապահովագրված լինել չենք կարող այն իրավիճակից, որ գուցե մի օր առաջանա անհրաժեշտություն, անկախ վերոնշյալ մասնագիտական առանձնահատկություններից, բոլորով կանգնել հայրենիքի պաշտպանության խրամատներում։ Եվ հենց այս ոգով եւ տրամաբանությամբ էլ առաջնորդվելու ենք գալի եթերաշրջանում։ Փորձելու ենք հնարավորության սահմաններում ցույց տալ պատերազմների ռազմատեխնիկական եւ մարտավարամասնագիտական ասպեկտը։ Դեռևս շատ փակագծեր չեն բացի, բայց դուք այդ ամենը կտեսնեք շուտով գալիք նոր եթերաշրջանում։ Այսպիսով, ամփոփելով եթերաշրջանը, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ազատազեն քաղաքացիական հրաձգարանին, ղեկավար անձնակազմին եւ հրահանգիչներին ցուցաբերած բազմակողմ աջակցության համար, Պաշտպանության նախարարությանը մի քանի թողարկումների նկարահանման աջակցելու համար, ABC մեդիայի ղեկավարությանը եւ Բանակ ինֆոկայքի մեր գործընկերներին նկարահանումների բարդ պրոցեսին աջակցելու համար։ Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում հաղորդման պատրաստմանը մասնակցած ամբողջ աշխատակազմին, սկսած նկարահանման տաղավարի մաքրությունն ապահովողից մինչև մոնտաժող եւ թողարկող։ Ցանկանում եմ նաեւ հատուկ շնորհակալություն հայտնել բուն նկարահանող անձնակազմին, ովքեր մի քանի ժամ տևող նկարահանումների ընթացքում ինձ հետ միասին ձմռանը մրսել եւ ամռանը վառվել են արևի տակ, ապահովելով որակյալ կադր եւ ձայն։ Ձեզ հետ ռազմական լրագրողի օրագիրներ, իսկ մենք շուտով կհանդիպենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ախրես չաշխատ կարելի է։ Քորոսը։ Կանեք ախրես վարչապետը տեղյակ։ Դերեք։ Վեցի օգնյակը դերեք։ Ու թրաշս նորմալ է, չէ՞, մազ, բան, վրան չկա։ Արա տեքստը չա շումի վար կա։ Դեսկտոպ տանեք։ Դեսկտոպ տանեք։ Այս պատրաստել ենք, ասեք տեքստից նայում ներով ջեմս թափով ասել։ Ան ինչ ենք անում, ախ։ Հա, դու ես ասում եմ սենց, այս տեքստը էս տեքստը։ Էս չէ, ախպեր։ Եսի մախպել, տեքստը իրացը տալիս։ Դե ոբշում ստեից ասում։ Ես ինձ վեկալ եմ։ Okay։ Եսի սոնից վեկալ եմ եք ամեն։ Վեկալ գեմ։ Սելքես Քալանին, արի գրկեմ։ Յարա։ Խի։ Յարա։ Օջոջոջոջո։ Բաշնողի Դու չճանով արես։ Մեզ սիրուն կադր ունես դամբի հետևից։ Ձայդյան վիդեո արել։ Որը նախատեսված է սովորական վիրակապ։ Որը նախատեսված է Ուրիշ Այսա քեզ։ Դեկա թողի ու սկսել։ Այգ լավ անցնում։ Այսօրը կայֆերից ես արմաթորեք ուտկեն, բեյեք։ Ու չկա։ Ոչինչ չի ասում, էլ էտա, չոքի ռեժիսորա։ Արի, հայ, արի քո գործի։ Ապա այսօր օպերատոր չես։ Հա։ Սու ռեժիսորն է սա։ Այսօր սանտեխնիկն ես, արի։ Մասի չէ։ Հա, ճիշտ իմպրովիզն է։ Շահով դակել են սնականներ 90 Ասա։ Просто գժում ես։ Չոք քո գարեմ է դեպքա, որոնց ապարություններ են։ Հայկական բանակում, վայ,